Ֆրանսիան 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային, հայտարարել է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալելով Ուկրաինայի նախագահին։ Ուկրաինան կստանա հակատանկային հրթիռներ, հոպմիջոցներ, զրահատեխնիկա։ Մակրոնը նաև հայտարարել է, Ֆրանսիան օգնում է զարգացնել զենքի արտադրությունը հենց Ուկրաինայում։ Ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ ողջունում է Ուկրաինայում պատերազմի դադարեցման բոլոր նախաձեռնությունները, Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է, հրադադարը չի նշանակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում։ Դրանք կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված սահմաններ և հրաժարվի օկուպացված տարածքներից։ Մակրոն-Զելենսկի հանդիպումը կայացել է Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրների Փարիզում այսօր նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր հնարավոր է ստորագրեն հաջորդ շաբաթ, Fox News-ին ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Մենք տնտեսական գործունեության ամբողջական փաստաթուղթ ենք ներկայացրել։ Ուկրաինացիները հիմա այն քննարկում են։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կսկսվեն ամբողջական քննարկումները և գուցե նույնիսկ այն ստորագրվի, ասել է Բեսենթը։ Պաղեստինյան Համաս ահաբեկչական խմբավորումը հաստատել է, որ գիշերը սպանվել է իրենց ներկայացուցիչներից Աբդել Լաթիֆ Ալ-Քանուան, ըստ լրատվամիջոցների նա խմբավորման խոսնակն է։ Գազայի հյուսիսում Ջեբալիայի վրանային ավանի ուղղությամբ է իսրայելական հարձակում եղել, որտեղ նաև Ալ-Քանուայի վրանն էր։ Գազայի առողջապահության նախարարության տվյալով իսրայելա-պաղեստինյան ճակատում մարտական գործողությունների վերսկսումից ի վեր 10 օրում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի, վիրավորների թիվն անցնում է 1300-ը։ Թուրքիան կանխակալ է համարում միջազգային հանրության դիրքորոշումը Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի կալանավորման ու դրան հետևած հանրային լայնածավալ բողոքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարար Ելմազ Թունջը միջազգային լրատվամիջոցների հետ ստամբուլյան հանդիպման ժամանակ։ Reuters-ի փոխանցմամբ նա եվրոպական երկրներին կոչ է արել իրադրությունը սթափ գնահատել։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադրի İmamoğlu'ի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը իրավապաշտպան կառույցներն ու եվրոպական երկրները գնահատել են որպես քաղաքական գործընթաց ընդդեմ երկրի նախագահ Էրդողանի հիմնական մրցակցի։